Վաշինգտոնի պայմանագրից առաջ եւ հետո մենք ոչ մի առարկայական հաղթանակ չունենք։ Կյանքը նույնն է։ Նախ փաստացի փոփոխություններից հետո տեղի չի ունեցել մեծ հաշվով։ Երկրորդը մենք որովհետեւ ձեր իշխանական գործընկերները հակառակն են պնդում, կյանքը փոխվել է, խաղաղությունը եկել է այստեղ է եւ հիմա։ Ադրբեջանի մասին ենք մենք խոսում։ Այդ երկիրը սանձել հայտարարությունների միջոցով հնարավոր չի։ Փաստացի անվտանգության երաշխիք կամ խաղաղության երաշխիք իմ համար ընդունելի չի WhatsApp-ի համար։ Նորից խորին հարգանքով նախագահ Թրամփի նկատմամբ, բայց այն փաստը, որ այն մյուս տղան, ինչպես իրան անվանում է նախագահ Թրամփը, ունի իր համարը, իմ համար երաշխիք չի։ Ուստի մնայուն երաշխիքների տեսանկյունից ոչ մի տեղի չի ունեցել։ Նաև անդրադառնանք իր խոստումներին։ Ինքը ասում էր, ես կլուծարեմ Յակոմինսկի խումբը պայմանագրի ստորագրումից հետո։ Մի կողմ դնենք, որ ես առհասարակ սխալ եմ համարում լուծարումը, թե կարող եմ երկար բացատրել, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց փաստացի դա ինչ որ փոքր բան էր իրանց ներկայացնելով, փոքր իրականում շատ կարեւոր, որը Ադրբեջանը անդադար Հայաստանից պահանջում էր։ Այսինքն bargaining chip են ասում անգլերեն, այսինքն բանակցային մի կետ, որը քեզանից է կախված։ Այդպիսիք ցավոք սրտի շատ չեն Հայաստանի բանակը։ Ինչի համար դու դա տվեցիր ոչ մի բանի դիմաց, նախաստորագրման դիմաց։